մենք ամուսնացած ենք, արդեն 27 տարի, բայց ամուսնացած չենք։ Ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով չամուսնացած զույգը բաժանվեց Փաշինյանի վարչապետության 8-րդ տարում, այդպես էլ չունենալով ամուսնության վկայական։ Եթե հայտարարագիրը հանենք, պաշտոնական թուղթ ունենք։ Հայաստանի վարչապետին ու կնոջը կապող միակ պաշտոնական փաստաթուղթը հայտարարագիրն է։ 2 տարի առաջ խնդմնդում էր զույգը։ 17 տարեկանից կյանքս կապել եմ քեզ հետ եւ ավելի շատ ապրել եմ քեզ հետ, քան առանց քեզ։ 30 տարվա համատեղ կյանքից հետո Աննա Հակոբյանը հայտարարեց, որ լքում է վարչապետին ու կառավարական առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանն էլ հարգանքով ընդունեց կնոջ որոշումն ու ներողություն խնդրեց պատճառած դառնությունների համար։ Սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ։ Мы практически не видимся. 30 տարի միասին ապրելուց հետո որոշեցին մի բարձի չծերանալ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու կինը Լյուդմիլան։ Վերջին 26 տարում Ռուսաստանի ղեկին նստած Վլադիմիր Պուտինը դրա ուղիղ կեսը կառավարում է առանց առաջին տիկնոջ։ Քաղաքակիրթ ամուսնալուծության մասին զույգը հայտարարեց հրապարակավ։ Լյուդմիլա Պուտինան փոխադարձ որոշումը այս կերպ մեկնաբանեց։ Наш брак завершен в связи действительно с тем, что мы практически не видимся. Владимир Владимирович полностью погружен в работу, дети наши выросли, они живут каждой своей жизнью. В общем, так сложилось, что у каждого своя жизнь. И я действительно не люблю публичность, и перелеты для меня сложны, и мы практически не видимся. И мы всегда, с Людмилой Александровной, останемся очень близкими людьми. У тебя есть любовь? Տարիներ անց Պուտինն ամեն կերպ խուսափում էր նորից ամուսնանալու մասին հարցերից։ А когда вы женитесь? Он женат и хочет, чтобы мне было тоже так же, как ему. Когда страна увидит первую леди. Мне сначала свою бывшую жену, Людмилу Александровну, замуж надо выдать, а потом уже я о себе подумаю. Արդյոք հավերժ մտերիմ կլինի Փաշինյանը Հակոբյանի հետ եւ ով ում կամուսնացնի, դեռ պարզ չէ, բայց նրանց պես պաշտոնապես ամուսնացած չէր նաեւ Ֆրանսիայի նախկին առաջնորդ Ֆրանսուଆ Օլանդը։ Նա քաղաքացիական զուգընկերուհուց Վալերի Տրիեր-Վեյլերից բաժանվեց 2014-ին, երբ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ու միայն 7 տարի անց, երբ այլևս երկրի ղեկավարը չէր, պաշտոնապես ամուսնացավ դերասանուհի ու պրոդյուսեր Ժուլի Գայեի հետ։ Օլանդի նախորդը Նիկոլա Սարկոզին այս կադրերում հուզված կնոջ արցունքներն է սրբում Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Սեսիլիան առաջին տիկնոջ տիտղոսը կրեց ընդամենը 5 ամիս։ Նույն տարվա հոկտեմբերին Սարկոզին ամուսնալուծվեց Սեսիլիայից եւ հաջորդ տարի 2008-ին ամուսնացավ երգչուհի ու մոդել Կարլա Բրունիի հետ։ Հրապարակային վերջին կադրերում Կարլան դատապարտված 70-ամյա ամուսնուն համբույրով ճանապարհեց բանտ։ Այս գուլպա պլյուս կոնյակներից մեկը իմն է, պարոն վարչապետ, եւ մեկը ձերն է։ 2018-ին Փաշինյանից գուլպաներ նվեր ստացած ու դրանք զուգահեռ կրելու խոստում տված Ջաստին Թրյուդոյի ամուսնական կյանքը եւս ընդհատվեց պաշտոնավարման օրոք։ 18 տարվա համատեղ կյանքից հետո Կանադայի վարչապետն ու նրա կինը Սոֆի Թրյուդոն 2023-ին ամուսնալուծվեցին։ 1990-ականներին սկանդալով ամուսնալուծվեց նաև Պերուի թիվ 1 զույգը։ Առաջին տիկին Սուսաննա Հիգուչին ամուսնուն Ալբերտո Ֆուջիմորիին լքեց նախագահության տարիներին, մինչ այդ հրապարակավ մեղադրեց բռնապետական կառավարման ու խոշոր կոռուպցիոն գործարքների համար։ 1994-ին, երբ զույգը պաշտոնապես բաժանվեց, առաջին տիկնոջ դերը փոխանցվեց նրանց դստերը Կեյկո Ֆուջիմորիին, իսկ ամուսնալուծված Հիգուչին դարձավ ընդդիմադիր առաջնորդ ու անգամ ընտրվեց Պերուի կոնգրեսի անդամ, հաճախ քննադատելով նախկին ամուսնու քաղաքական ուղեգիծը։